Վրաստանից էին գալիս, Վրաստանի սահմանն էինք հատում դեպի Հայաստան, նշեմ, որ Հայաստանից մի շաբաթ առաջ ենք գնացել Վրաստան, մեկ շաբաթ այնտեղ անցկացնելուց հետո հետ վերադարձանք, երբ որ Հայաստանից էինք հատում սահմանը, նորից կային բավականին շատ այդպես տուրիստական տուրեր, ավտոբուսներ ու բավականին շատ մարդիկ կային։ Հայաստանում այսպես էին անցկացնում, սպասում էինք ավտոբուսում, խումբ էին անցնում այդ արտակետը, որպեսզի ենթադրում եմ իհարկե, որպեսզի հերթեր չգոյանան։ Այդ հետո արդեն մտածեցի, որ այդ նպատակով էր գուցե արվում, որտեղ ամեն դեպքում ավտոբուսների, տրանսպորտ մեքենաների մեջ կան օդորակիչներ, ավելի հարմար է սպասելը, քան օրինակ անցակետում, որտեղ հերթերի կուտակումներ են ու անոտ տարածություն է գոյանում։ Երբ որ արդեն վերադառնում ենք Վրաստանից, նորից նույն իրավիճակն էր, բազմամարդ, բավականին շատ մեքենաներ էին փորձում հատել անցակետը ու բավականին շատ մարդիկ էր, ապակեպատ տարածք էր, որտեղ անոտ տարածք էր, որտեղ բաց որևէ լուսամուտ ապակի չկար, մարդիկ բավականին շատ էին ու օդորակիչ կար մի փոքր, որը այսպես ասենք, այդ մի փոքր տարածքն էր ընդամենը փորձում հովացնել։ Հիմնականում երեխաների հետ էինք, քանի որ մեծ մասը Վրաստան մեկնել էր, այս ընթացքում այնտեղ փառատոններ են, թե երգի, թե պարի տարբեր խմբերի, երբ որ զրուցում էինք, հասկացանք, որ երեխաներին այդ նպատակով են մեծ մասամբ տարել։ Հիմնականում երեխաների հետ էին ծնողները։ Ես ճիշտ եմ հասկանում, որ բավականին մեծ թվով մարդիկ ավտոբուսներով այո, մի քանի ավտոբուս, մեծ ավտոբուս միաժամանակ էին։ Միաժամանակ անցակետում էին, անցակետում կա նաև թեթև մարդատար մեքենաներ, կային նաև մեծ ավտոբուսներ ու բավականին շատ մարդ էր կուտակվել այդ պահին այդտեղ։ Հիմա անցակետում, երբ որ արդեն պետք է անցնեինք, դա կեսգիշեր էր մոտավորապես, երբ որ արդեն պիտի անցնեինք անցակետում, ներսում ավելի խցանման նման ինչ-որ բան էր առաջացել, որտեղ մարդիկ ամեն միլիմետրի վրա կանգնած էին, այսպես ասենք, ու երկու երեխա արդեն երկար ժամանակ էինք կանգնած, մոտավորապես 1 ժամ սպասում էինք, որտեղ այսպես սանտիմետր էին առաջ շարժում, չգիտեմ ինչն է պատճառը, 4 կետ էր աշխատում, 4 պատուհան էր աշխատում։ Նույնը Հայաստանում էր միջայլոց ասեմ 4 պատուհան էր աշխատում, բայց Վրաստանում չգիտես ինչի շատ դանդաղ էր առաջ գնում։ Թե հիմա շատ դանդաղ էին իրանք աշխատում, դանդաղ էին ուսումնասիրում յուրաքանչյուրին, չգիտեմ, բայց ամեն դեպքում սարսափելի դանդաղ էր առաջ գնում, կարծես կանգնած էինք ու տեղից չէինք շարժվում, այդ ընթացքում երեխաները սկսում էին ավելի լացել, դե կիսաքուն վիճակ, շատ փոքր երեխաներ, նույնիսկ կրծքի երեխաներ շատ կային, որ անդադ լացում էին, երկու երեխաներ ուշագնաց եղան, հետո դուրս եկա, տեսա շտապօգնության մեքենան, որ արդեն կանգնած սպասում էր այնտեղ։ Ամեն դեպքում կարծում եմ կազմակերպչական խնդիրներ էր, որտեղ կարելի էր ավելի լավ կազմակերպել։ Ինձ թվում է իրենք որպես ոլորտի տեղյակ մարդիկ պետք է որ ավելի հասկանային ինչ իրավիճակ կարող է գոյանալ այդ նման քանակի մարդկանց հոսքի դեպքում եւ ինչպես կարելի էր ավելի կազմակերպել նույնիսկ ներսում այդքան մարդիկ, որ արդեն լարվածությունից փորձում էին մեկը մյուսին հրում էր, այսպես խոսակցությունները առիթ էր դառնում, այդտեղ չկար որևէ աշխատակից, որ կարողանար կարգավորել շարքերը, ենթադրենք անցակետում, կարգուկանոն հաստատել, որպեսզի մարդիկ մեկը մյուսին չհրեր, այսպես ասենք, մոտավորապես ինչքան մնացիք դուք այդ անցակետում Վրաստանի հատվածում։ Մոտավորապես այնտեղ տեսանյութը, որ գցել եմ, երևի արդեն 1 ժամ սպասում էինք։ Մոտ երևի թե 2 ժամ անցակետում անց են կացրել, ժամկեսից ավել հաստատել, այդ հատվածում անց են կացրել։ Բայց երեխաներին առաջնահերթության կարգով չէին սպասարկում։ Չէ, երեխաներին առաջնահերթության կարգով չէին սպասարկում, որտեղ բոլորն էլ երեխաների հետ էին մեծ մասամբ։ Այնտեղ կար կրծքի երեխա, որ փորձեցին առաջնահերթ անցկացնել 1-2 հոգի, այնտեղ մյուս ծնողները ընդրուցեցին, որ մեր երեխաներն էլ են փոքր, օրինակ 2 տարեկան կամ 3 տարեկան։ Ամեն դեպքում հիմնականում երեխաների հետ էին, այդ առաջնահերթություն չէին տալիս ոչ ոքին, բայց այնտեղ կարելի էր նաև աշխատակիցներ կանգնեցնել, որպեսզի կարգ կանոն հաստատեին, որպեսզի մեկը մյուսին չհրեր, երեխաները չտուժեին կամ չստեղծվեր անոտ տարածություն, սպասեին դրսում կամ իրենց ավտոբուսների մեջ, ինչպես որ գալիս Հայաստանի սահմանակետին արեցին։ Այդ նույն քանակի մարդիկ հասան Հայաստանի անցակետ։ Ամեն դեպքում մեկ անցնում ես, հետո մի քանի քայլ են կողմ Հայաստանի անցակետն ես հատում։
Բայց Հայաստանի անցակետում նույն խնդիրը չառաջացավ, քանի որ ավելի արագ էին աշխատում, նույն 4 պատուհաններ, նույնիսկ Հայաստանի անցակետում ուղեբեռը մեր ձեռքի հանում էինք, անց էինք կացնում, այսինքն ինչ որ մի աշխատանք ավել էր արվում, քան այնտեղ Վրաստանի սահմանին չէինք անցկացնում ուղեբեռ, բայց ամեն դեպքում ավելի արագ էր այդ աշխատանքը process-ը արվում, քան Վրաստանի սահմանին։ Այդպես ջղագրգիռ վիճակերից, թե աշխատակիցների մոտ այդ անձնագրի կնիքը խփող աշխատակիցներն էին արդեն այսպես ջղագրգիռ բարձր ձայնով խոսում, թե հայերը, որ հավաքված էին, հիմնականում հայեր էին, իհարկե մեծ մասամբ հայեր էին, որ հավաքված էին այդ անցակետի մոտ, մի խոսքով շատ լարված ու այսպես ասենք հոգնածնող վիճակ էր, որ ցանկալի չէր, որպեսզի ժողովուրդը մեր բախվեր դրան, այսինքն կարելի էր եւ այլ կերպ կազմակերպել։